ժողովուրդ ջան դուրս եկա, ճիշտ ասած որոշեցի պիջակը հագնեմ, բայց մտածում եմ հագնեմ թե չհագնեմ, ցուրտ դելա, սպասեք հագնեմ երեխեք ջան, որովհետև ամեն դեպքում ինչքան էլ ասում ենք տակա ուի envoie-moi message, OK, voilà. Մեսաժ ուղարկեցի, որովհետև մեկին պետք է տեսնեմ, ասեցի ես քո տանդ մոտ կլինեմ մոտ մի քիչ ժամից։ Ես հիմա դուրս եմ գալիս, ես եւս մեկ անգամ ներող եղեք այն օրվա վլոգի, այս մազս դուրս չի գալի։ Վլոգի համար, որ մոռացել էի, բոլորիս հետ է կատարվում է։ Այսօր մի հրաշալի եղանակ է։ Եվ գիտեք ես ինչ կանեմ հիմա, ես հիմա կբացեմ ամենսը, այ, երեխեք բանն էի բացում, տանիքը, ես որն է, անընդհատ ես շփոթվում եմ, որն է սա, մի վարկյան ժողովուրդ ջան, եսա, նո, սա լույսն է, նո, ավալա, ես տենց է չսովորեցի երեխեք ջան, ես այդ բացել փակելը, գնացինք, հանկարծակի մի բան տեսա, ասեցի ձեր հետ կիսվեմ և երբեմն ժողովուրդ ջան, նայում ենք մենք մեզ մտածում ենք մենք միշտ պետք է սենց լինենք, դա իհարկե Աստված է տենց արել, որ մարդկանց ուղեղից դուրս գա այդ մոմենտը, որ դու երբեք չես պատկերացնում, որ քո հետ կամ դու եւ այլն, բայց երբ որ դու մեքենա ես վարում եւ դու տեսնում ես հիվանդ, ասենք ինվալիդ մարդիկ, զգուշ լինեմ ես մարդը չի տեսնում քույրը, Աստված կարոտ բայ, տեսնում ես այդ տիպի մարդկանց, դու զգում ես, որ դու պիտի ավելի շատ անես, պիտի վայելես, չպիտի ասես հոգնել եմ, չպիտի ասես վայ հոգնել եմ, վայ ուսսա ցավում, վայ մեջքցա ցավում, եթե դու հնարավորություն ես դեռ քայլելու եւ դու հնարավորություն ունես դեռ մեքենա վարելու եւ դու հնարավորություն ես տեսնելու, լսելու, պիտի ամեն վարկյանը, ամեն րոպեն երևի sense գնամ, sense ավելի հեշտ է։ Դուք մեկ ժողովուրդ խոսալով մորան մեր ուր գնում։ Պիտի ամեն վարկյան օգտվենք։ Ես դրա համար եմ ասում, երբեմն նայում եմ կան երիտասարդ բլոգերներ միայն դե բնականաբար այդ կոնտենտներն է մարդկանց հետաքրքրում հիվանդություն, տխրություն, ինչ է պատահել, անգամ ես տեսնում եմ մարդիկ կան իրենց վերնագիրներն այս տխուր բաներ են գրում, միացենց ինչ ասեմ, միստեղ բաներ են, միստիկ բաներ են գրում, որ մարդու մտածում է, ինչ ա եղել այս մարդու հետ։ Ես մի հատ ուկրաինացի աղջկա եմ նայում էի, բայց հիմա էլ չեմ նայում, շատ ազնիվ էր, գրում էր, ասենք, գրում էր ես сегодня готовлю это, ես եմ գնում, այսօր իմ տղայի նշանրեկն ալնելու եւ այլն, հետո ես վերջերս ինքը սկսեց արդեն գրել շատ, երևի ըստ երևույթին տեսա, որ քչանում են դիտողները, ինքը սկսեց արդեն խաբեություններ գրել էր, մենք ընկանք հիվանդանոց, մարդիկ բոլոր, գիտեք ինչքան էին դիտողները, երեխեք, բայց պարզվում է ոչ թե իրանք էին ընկել, այլ կատուն էր ընկել հիվանդանոց։ Այսինքն ինչ եմ ասում ձեզ, շատերը գրում են բառեր, որովհետև ես չեմ մեղադրում այդ մարդկանց, որովհետև այդ մարդկանց հետաքրքրում է դա դժբախտություն, տխրություն, ինչ ասեմ, կամ էլ թե չէ, ասենք հիվանդ գնացենց, բայց կան բլոգերներ նայում եմ էլի մի քանիսը, որ շատ դիտողներ ունեն եւ շատ ուրախ եմ, այդ մարդիկ մենակ ուրախություն են ցույց տալիս։ Ուտել, խմել, ծիծաղալ, գնվել սրա տունը, նրա տունը, հեսա գալի, հյուր են գալի։ Դա իրոք, ինչ ասեմ, գովելի է։ Չէ որ մարդը որ դնում է նայում այն իմ լավ հետևորդին գրել իմ տատիկն Արավոտյան արտանում է ինքը գանված անկողնուց ինքը միացնում քեզ անայում սպասում է անհամբեր բլոգներին դուք պատկերացնում եք ժողովուրդ ջան ես բռնեմ գրեմ այդ վայ մեջքս ոդկս այդ կին էլ կնայեք ասի այ մարդ արի իմ հիվանդությունը խոսամ դու մեջքի վրա ընկնես այսինքն մարդիկ որ նայում են բլոգները նայում են միայն ուրախանալու եւ անջատվելու եւ ինչ ասեմ կտրվելու այս դաժան իրականությունից դրա համար եմ ասում ես էլի եմ ձեզ ասում սիրելիներս որ երբեմն նայում եմ այդպես մարդկանց անկախ ինձանից ասում Աստված իմ մերսի դեռ հենց մենք շարժվում ենք հասկանում եք ինչ եմ ասում դրա համար ժողովուրդ ջան ես չեմ ընկնում թվերի հետևից իմ Աննա ջան իմ սիրելի Աննա 21 րոպեա 23 րոպեա վլոգը ինչքան կա այդքան հավաքվում է նայողը նայում է
չնայողն էլ չի նայում, Աստված իր հետ։ Դրա համար ես իմ շեմայից դուրս չեմ գալիս։ Анаидочка, есть Анаидочка. Как делает, что делает, где она? Это я. Почтальон Печкин. C'est moi. Анаид. Դրա համար ժողովուրդ ջան, ապրեք, վայելեք, չպիտի տնգանք։ Իմ հետ էլ ալինում, նենց չպիտած եմ ասում, վայ երեխեք, ես ոնց հոգնեցի, եկի հանկարծակի մաման մեկ-մեկ ջղայնանում ասում, այդ բառը չլսեմ, ճիշտ է ասում, որովհետև կգա մի օր ասма, որ կհոգնես, այո։ Դրա համար պիտի հոգնում ես լավ հոգնածություն է, տունը մաքրում ես լավ հոգնածություն է, այն որ քուրս ասում հաճելի է, չէ որ հոգնում ես տունը մաքրելուց հոգնում ես ամբողջ մարմինը ցավում, իմ զոբի բժիշկը ինչի է գնաց, այստեղ է ապրում այդ մարդը, այս նեխած շենքերում է ապրում, ճանաչված բան բժիշկը, զոբի բժիշկ թոշակի է անցել, գնաց թոշակի ես էլ բժիշկ չունեմ, չկա մեր մոտ, այ վատը սա է, որ այստեղ մահացած է բժշկություն, պիտի գնաց մեծ քաղաքներ, դրա համար իրավունք չունենք հիվանդանանք, սիրելիներս, ատամ, ականջ, աչք, բերան, քիթ, կոկորդ, բա, դե լավ, ժողովուրդ ջան, զանգեմ ընկերուհուս, ժողովուրդ ուրեմն եկա Սելին ես տուն, դուք Սելինին ճանաչում եք, տեսակ որ ասի գալու եմ, ճիշտ ասած ասեցի Սելին զբաղված եմ, բա կոֆե ասեցի, չէ, ասեցի սուրճ խմելու ժամանակ չունեմ եւ ինչ եղավ։ Ինձ ասեց, այ տեսելով ա կճանաչես, նայեցի, որ չտեսա երեխեք, այդ երեխան 7 տարեկանում էի տեսել մենակ, վերջին անգամ, ասեցի Սուան, ու հետո խոսքից երեխու անունը հայկական անուն են դրել, Սևան։ Մեր լիճ ասма ձեր լճի ասի ոնց Սևան եք դրել, հա։ Եվ շատ ուրախացա, հետո ասեց, որ իրանք հայ այդ որտեղ որ վարձով ապրել են հայեր են եղել, պատմում է որ շատ լավ մարդիկ էին, այնքան հաճույք ստացա, այնքան հպարտացա, որ կան մեր հայերը ստեղծել են, ունեն, եկել են, զրույց սկսել են։ Ես ուղղակի խոսքեր չեմ գտնում, որ կան մեր հայ ժողովուրդը վсё-таки ինչ ասեմ, ձգտող, արարող ազգ է։ Դրա համար բաժակները վերցրեք եւ կենաց խմեք մեր հայ ազգին։ Իսկ այս տրակտորը իմ ներվերի վրա ազդեց։ Այս տրակտորը ես պիտի անցնեմ, բայց սպասում եմ հարմար առիթ մի հատ աչքաշի անցնեմ, էլի վրազում եմ, շտապում եմ։ Ոյ, տրակտորից անցա, ժողովուրդ ջան։ Ամեն վարկյանս այսօր հաշված է, ամեն վարկյանս ես ահա որ ուշացել եմ, զանգեցի մեր տատիկին, ասեցի Ժան, ես կուշանամ, հանկարծ չմտածեք չեմ գալի, ասում եմ, ես եմ մտածում էի չես գասի, ոնց չեմ գա, եթե ես ասել եմ գալու եմ։ Այդ խղճկինը չի մեքենա վարում, ինքը շորեր էր պատվիրել, համ էլ կտանեմ տամ, համ էլ ունեմ մի քիչ գնումներ ունեմ։ Մտածեցի կարող է գնամ այդ մեծ քաղաք մի քանի խանութ մտնեմ, բայց չեմ հասցնի այսօր։ Մի օր հանգիստ կգնամ։ Մի շաբաթվա մեջ։ Այս քաղաքը այնքան սիրուն քաղաք, հա, բայց ինչ է, եկի կանգնել չարություն եմ անում սխալ։ Շատ սիրուն քաղաք է սա։ Ես եկա իմ գործերն ավարտեցի, սիրելիներս, հիմա գնում եմ տուն, դեռ չեմ ավարտել, չեմ, սուտ կլինի, որ ավարտած լինեմ։ Ժողովուրդ ջան, ասել ֆրանսիացիներին entre deux rendez-vous, երկու այդ հանդիպումներից առաջ, ասեցի մի վարք ասեց, մինչև այդ աղջիկ այդ կինը եկա, որ ում ես հանդիպում ունեի, նստած նայում էի, ասեցի մի հատ նայում տեսնեմ մեսաժները, մեկը գրել էր անունը չեմ հիշում, գրել էր շատերն եք իհարկե գրում մերսի այս գեղեցիկ բլոգների համար։ Ժողովուրդ ջան, մերսի ձեզանից, որ գնահատում եք, շնորհակալ եմ։ Գիտեք ինչ, հաճախակի ասել շնորհակալ եմ, դա ամոթ բան չի։ Ամոթը իմ համար գիտեք որն է, որ մարդիկ չեն ասում շնորհակալ ենք։ Այո, դժվար է, իհարկե, մարդիկ կան գրում են Աննա ջան, այդ բոլորին խոմ չես կարա պատասխանես հազարավոր կոմենտները, հաճույքով եմ պատասխանում։ Դա ինձ, գիտեք ինչ, այդ իմ պատասխանը ոնց որ պիտի հիմա դուրս գամ ասեմ շնորհակալություն։ Ես անգամ տեսել եմ մարդիկ իրենք դաժե էկրանից են չեն էլ ասում շնորհակալ եմ ձեր գեղեցիկ կոմենտների համար։ Իրենց թվում է թե դա տենց է պիտի լիներ, մարդիկ միայն պիտի գրեն, բայց պատասխան չստանան, ներող եղեք, 1000 անգամ ներող եղեք, բոլորիդ հարգում եմ, բայց դա գիտեք ինչ կուլտուրա է։ Երբ որ դու էլի եմ ձեզ ասել, անընդհատ եմ ասում, երբ որ դու ունես մի քիչ երեխեք կոնդիցիոները միացնեմ,
Եթե դուք ունեք ժամանակ մոնտաժի, վիդեո հանելու, խոսալու, կպցնելու, ամենադժվարը մոնտաժն է։ Մոնտաժը ավելի դժվար է, քան պատասխանելը։ Ուրեմն դուք մի կես ժամ հատկացրեք նաև պատասխանելու։ Որովհետև ես մարդիկ գիտեմ, շատ իմ ծանոթներից, ասում եմ, երկու անգամ գրել եմ, չեմ պատասխանում, էլ ընդհանրապես ոչ գրել եմ, ոչ դուրս եմ եկել իր ալիքից։ Եթե չեք գրում, մի գրեք, եթե մարդը գրում է, պատասխանեք, շատ քչերը կան, որ պատասխանում են, եւ ես նենց եմ ուրախանում, որ տեսնում եմ պատասխանում են։ Այդքան։ Եվ այո, մերսի։ Շնորհակալ եմ ձեզանից, որ գնահատում եք, եւ շնորհակալ եմ ձեզանից, որ այսօր ամբողջ օրը Անահիտը մեքենայի մեջ եղավ, երեխեք ջան։ Դե ինչ արած, իմ կյանքն էլ տենց է։ Վաղը ցանկանում եմ պատրաստել այդ բանով, ֆիլոխմորով այդ ուտեստը, վաղվա բլոգի մեջ կտեսնեք։ Բարև ձեզ սիրելիներս, բարև ձեզ իմ լավ ժողովուրդ։ Ճիշտ ասած, մտադրություն չունեի նկարահանելու, քանի որ որոշել էի այսօր ոչինչ նկարահանել, բավականին գործեր ունեմ, բայց ասեցի դե լավ, քանի որ սա առաջին անգամ եմ պատրաստում, ասեցի եկեք ես նկարահանեմ իմ հարազատ մարդկանց համար, քանի որ գիտեմ, որ շատերը սիրում եք Անահիտի ճխկուտուղ գործը։ Ուրեմն ինչ եմ պատրաստում եմ ֆիլո խմորով խաչապուրի նման ինչ-որ մի հետաքրքիր մի բան, մեզ պետք է հալած կարակ, ֆիլո խմոր, ես գնել եմ, առաջին անգամ եմ գրել ֆրիիտե ֆոնդան, լեղդամեղ պանիրը, ինքը ոնց որ սուլիկուլի ու մոզարելայի խարմուրդ է, և գնել եմ մոզարելա, աղացած արդեն պատրաստի մոզարելա, երեք խոմաժել էի գնել երեք պանիր, բայց չեմ խարմի, և ճիշտ ասած ես ձեզ հիմա ասեմ, որ ես որոշել եմ մի քանի հատ պատրաստել սպանախով և այծի պանիրով, մնացածը մի քիչ էս պանիրից և մնացածը միայն պանիրով, որտեղ չգիտեմ, Սերժը կհավանի թե չէ, հիմա անցնենք գործի սիրելիներս, ուրեմն ինչա մեզ պետք է մի հատ կալկա, հանեմ դնեմ այս տանայի մեջ, որպեսզի մեջ այդ ուտեստը ունեմ մեջը, սա այսպես։ Հիմա ես որպեսզի ժամանակը չկորցնեմ ու ցուրտ տամ, մոմենտ բացեցի, ես հիմա սպանախը կլվանամ, ուղղակի սենց մի հատ թավայի մեջ մի քիչ ձեթով կխաշեմ և հետո այծի պանիր կավելացնեմ մեջը, չգիտեմ, սա մտադրությունն է, բայց ես չգիտեմ, ինչքանով է ճիշտ, ինչքանով է սուտ, տեսնենք, զիրելներս, եկեք սա լվանամ, թող մի քիչ մեջ մնա, որովհետև ամեն դեպքում սպանախը, սա այսպես, ես ուրիշ ոչ մի ավելորդ բան չեմ անում, ուղղակի հիմա մի հատ թավայի մեջ կացել մի քիչ ձեթ անեմ, կարող եք կարակ էլ անել, բայց չեմ բանանում, այդքան ձեթային մոմենտ չեմ ուզում անեմ, քանի որ կա բավականին շատ պանիր, պանրային մոմենտը, յուղային մոմենտը շատ է։ Ես ես քամեմ, ես բան գնեցի, նոր տեսակը, ինչ են ասում, գնեցի սպանախ, շատ մատխաշ, պուջուր սպանախներ են։ Սա շատ քիչ է ինձ թվում, շատ քիչ կլինի, բնականաբար սպանախը ինքը բավականին քչանում է, չգիտեմ, մտածում եմ երկրորդն էլ չանեմ, իհարկե արա Անահիտ, սրանից ինչ պիտի դուրս գա։ Եթե չանես, պիտի մնա քչանա, ավելավա սարքի, սա վաղն եք ուտեք։ Ես նաև սպերժա եմ գնել, բան է, ծնեբրեկ, ծնեբրեկն պետք է սարքեցվի, բայց քանի որ այսօր դրա ժամանակը չի, հետո երեկոյան մենք գնալու ենք ռեստորան, մեր ընկեր ունենք, որ իրեն տեսնում ենք ամիսը մի անգամ, դրա համար մայքին տեսել եք արդեն, դրա համար մենք ավակում ենք այսօր, ելակ ենք գնում, երեխեք ելակի ոչ կա, ոչ համ կա։ Մեր օդն ու ջուրն ուրիշ է, ուրիշ է, երեխեք ջան։ Ես մի քիչ ցածրացնեմ, շուտ տամ մեջ, և այ հակի, թող եվ։
Ժողովուրդ ջան, ես մեկ նարեցի արդեն։ Հիմա ինչ ենք անում, վերցնում եմ, ասեմ ձեզ բոլորը մեկ հատով են անում, բայց ես քանի որ ֆիլոխմոր ինքը բավականին քիչ է, փոքր նուրբ բան է, ջուր բան է, եւ ես գիտեմ, որ իմ ամուսինը շատ է սիրում այս ֆիլոխմորները, խմորով յուրաքանչյուր ուտես, դրա համար ես պատրաստում եմ միանգամից երկու խմոր եմ դնում իրար վրա, քանի որ ինքը ավելի խրտխրտան է լինում։ Ուրեմն վերցնում եք այս ֆիլոխմորը, հալած յուղ եք քսում, կարող եք շատ քիչ քսել, նայած ես ասեմ ձեզ, ես այս յուղային մոմենտներ չեմ սիրում, բայց բաներ կա, առանց դրա չես կարող անես, այսպես, այսօր որոշել էի չնկարահանել և որոշել էի, որ այսօր իմ գործերն առաջ տանել, հարթուկ ելան են, որովհետև, ինչպես բոլորդ ասել եմ, մի շաբաթ մենք ճանապարհորդել ենք։ Վերցնում եք այսպես մեջտեղը ու այսպես պտտացնում, ժողովուրդ ջան, այսպես պտտացնում եք, դնում եք մեջը պանիր, լավ ժենևոզման, սուրիկուրիկա, եթե դուք ունեք, ու այսպես պուլուլում եք այսպես, հավաքում եք վրա եք բերում, ձեր ֆիլոխմոր, և շուր եք տալիս, դարձնում եք այսպես վարդ, տեսնում եք, հետո վրա պետք է կարակ կսենք։ Հիմա քանի որ ես պատրաստում կեսը սպանախով, կեսը այծի պանիրով, ես հիմա մի բան մտածեցի, ես երևի թե այծի պանիրը կանեմ կկտրտեմ հիմա և այն կպատրաստեմ, որ միանգամից սպանախը լինի ու սպանախի մեջ լցնեմ։ Սպանախը պատրաստ է արդեն, ժողովուրդ ջան, ես սրանով անեմ մի քիչ ջուրը քամվի, որ այդ խմորի վրա շատ ջուր չլինի, հետո ճիշտ ասած թողնեմ կսարվի, ես մի քիչ բան կանեմ, ձեռքով քամեմ, սա ես ուղղակի հորինել եմ երեխեք, ինքը միայն լինում է բաներով, քանի որ ես սիրում եմ բանջարեղեն և սիրում եմ սպանախ, որոշեցի ինչի՞ չէ, որովհետև ֆրանսիական խոհանոցում կա սպանախը շատ ասազում համադրում բանի հետ, այծի պանրի հետ, հիմա ես սա այստեղ և թողնեմ թող սարի, դնեմ դուրսը, պրոստը վախենում եմ կատուները գան։ Ժողովուրդ ջան, քանի որ ես կեսը սպանախա, կեսը խաչապուրի պանիրով, որպեսզի ես կարողանամ տարբերել, ուրեմն քնջուտը քսում եմ պանիրի վրա, մակը, պավոն, դնում եմ սպանախով և այծի պանրով տարբերակի վրա, երկուսից ավել չանում։ Ասեմ ձեզ, նրանք ովքեր չեն օգտագործում ֆիլոն բավականին շուտ է խորանում, անմիջապես բացելուց հետո, ժողովուրդ ջան, բանով է, թղթով փակեք շատ արագ ձևով, այսպես, հիմա ես այն կանեմ սպանախով և այծի պանրով, կտեսնենք որն է համեղ, բնականաբար ամեն ինչներ միջուկը նենց բան է, որ ինքներդ կարող եք հորինել, ես ճիշտ ասած մտածեցի ձնեբեկով պատրաստեմ, բայց ասեցի չէ լավ, եկեք այսօր սենց անեմ։ Հիմա ես մի հատ բան եմ մտածում, քանի որ ինքը թաց է, ես երևի մի քիչ տակը պանիր կանեմ, այսպես, վերցնում եք այսպես ու սենց պտտացնում, որպեսզի դարձնեք վարդի նման։ Բալա։ Հիմա մի քիչ պանիր եմ անում տակը, այսպես, որպեսզի ինքը պանրային որպեսզի տաքությունից բան չանի, չպատրվի այդ խմորը, այսպես, սպանախ, կտրատում եմ ես, կարող եք քառակուսի դնեմ, ժողովուրդ ջան, չեմ կտրատում, սենց դնենք եկեք այսպես դնենք, մի քիչ էլի վրա պանիր, երևի սպանախը մի քիչ շատ անեմ, քիչ եղավ սպանախը, սա այսպես, և վրա մի քիչ ավելացնում ենք պանիր, արագ ձևով փաթաթում ենք, այսպես, վրա ենք բերում էլի ուղղակի, այսպես սիրում ու շուր ենք տալիս, վայ, ինքը ճաքեց վրա, որովհետև սպանախը տաք էր, բայց ոչինչ, հիմա ես մի քիչ յուղ կանեմ վրան ու կլցնեմ
մակ։ Որպեսզի փակվի։ Սա այսպես։ Քանի որ մնաց մեկ հատ երեխեք խմոր, չնատունեմ էլի խմոր, և սպանախ մի քիչ, եկեք ես սա սպանախով անեմ, եկեք գիտեք ինչ անում, փորձեմ սա մի հատով պատրաստեմ, թե չի լավ։ Что мне провожать, что мне просто. Кашу. Я в это добавлю. Рест на ту кашу. Je fais une... Какая нормально. Oh, non, pas encore. Je le fais justement parce que après je vais repasser. Լեմ ժողովուրդ ջան, հիմա ես սա պատրաստեմ, վերջին սպանախը, գիտեք սպանախով ենքանով անա, որ ամեն ինչ կա, մեջը պամիր, բանջարեղ է, և ճիշտ ասած որոշեցի մատուցեմ բանով էտը, սալաթով, կանեմ սալաթով, գնացինք, ես գործը հանգիստ է սիրում, ես մեկ անայդ նիշկան հանգիստ է այսօր արագության ձեր հետ զբաղված, լավ քամեն ջուրը, որտեղ այն մեկը չքամեցի, տեսակ բան եղավ, ճղվեց, պատրվեց էտը խմորը, սա այսենց շեղնայիցի պանիրը և վերջում սա էր, այսենց լսնենք, թող վերջանա, մի քիչ շատ կլինի սա, սրա վրա գիտեք ինչ կլցնեմ, սրա վրա կլցնեմ և քնջուտ և նենց, որպեսզի իմանանք, որ վալա ժողովուրդը, տեսել են մյուսը, հիմա, էլան լցնեմ, դուք կարող եք սա պատրաստել տորթի ամանների մեջ կլոր, իրակ կծրած, վարդի նման և կլինի ոնց որ տորթ, հետաքրքիր իդեա է, երեխեք ջան, իդեա եմ տալիս էլի, իդեա եմ տալիս ձեզ, սիրելիներս, ընդունեք, այսօր հիմա տեսեկանայիտ շատ սիրոզնի է այսօր, որոշլեմ սիրոզնի լինում երեխից, նոր կատակ եմ անում, դուք մի մորացեք, որ Անահիտը առավոտյան մարդ չի, նա դեռ չի արթնացել, սա այսպես, նա ձերքերը կլանան, քանի որ յուղի ձեր տալիս, ամինչապես ջանս փշակաղում ամարմինս, ու մեկ շոկավեք, ծուրտամար չգիտի ինչ անի, ոնց անի, եղավ 5 հատ, եթե դուք մի հատով պաթատեք, այսինքն մեջը 10 հատ افիլոյի, 10 հատը լրիվ էլի կանում, դե արդեն ըստ ճաշակի սիրելիներս, դե լավ, հիմա սա ես չեմ ուղարկի ջեղած, քանի որ ինքը եփում 10 րոպեում
որոշեցի պատրաստել փոքրիկ սալատ, կանաչ 1000 եք ասում, եթե չեմ սխալվում, եւ քանի որ ես սոուսը իմ ամուսինը սիրում է սկեսուրիս պատրաստած սոուսով, ես հիմա մի հատ կպատրաստել իր ձևով, 3 ավոկադո է անենց վատներ եղեք, 3 չարաչում է։ Ես իմ սկեսուրս լցնում եմ սալատի ամանի տակը, ասեմ իմացեք, էլի մարդ ես կարող բատայի գիտեք, բայց դե իմանալը ամոթ բան չի։ Երբ որ արդեն մենք պետք է գայք արդեն նստում ենք հաց ուտելու, նոր այդ ժամանակ խառնում ենք, որովհետև ինքը բավականին շուտ է, սալատը շուտ է թորոնում, երբ որ դուք սոուս եք խառնում հետը։ Հիմա ես մի հատ ինչ եմ անում, ուրեմն ես ուրսեր էր ողորմածիկ կտրում, էշալոտը, գիտեք, երբ որ դու գալիս ես մի երկրից և դու բաներկա քո համար դու ռեստորանում ուտում ես բան, բայց աչքը չի տեսնում, ես ինչ աղավոր ամ եղում ես բաները, սոխերը, վերից վազդում ես մի հատ բան եմ սա կցել դուրսը, արտանյութ է խոտերի մեջ, չեմ ուզում բանից աղբից խոտ կա, որտեղ աղբը դեր թապելու չի, որ հիշում եմ պիտի գիգանտսկի հարթուկ անեմ, երեխեք վատանում եմ։ Խոսիչ լավ են ծրվորում ծիտիկները, բացեմ դուք էլ լսեք, ներվերներիդ հանգստացրեք, Անահիտի հետ նման։ Հիմա, հուսով եմ, որ տեսնում եմ, խաչապուրին վերջի րոպեին կդնեմ, 10 պակաս կդնեմ, որտեղ դեր ամուսինս փայտ է կտրում, իսկ տատիկը ճաշ է պատրաստում, դա ես եմ էլի։ Ուրեմն այսպես էշալոտ այսպես փոքր կտրտեք։ Կարող եք երկար էլ կտրատեք, ուղղակի այսպես ավելի լավ է։ Հեչ լավ իդեա չէ բացել զայնը։ Այ այսպես մանր կտրատեք, սեյներ։ Գիտեք, ես առանձնապես չեմ գլխոց գոհում կամ եսի մինչեր անում, ուղղակի մի ձետեր մարդիկան մորանում են կամ առավոտյան արտանում ես ասպես ինչ պատրաստեմ, ուրեմն, էշալոտը լցեցիք մեջ եմ, վերցնում եք գարչիցան, մեկ լավ թեյի գտած, լավ նենց առատա դրնող եմ լցնում եք, վերցնում եք ճաշի գտալը, մեկին, ասենք երկու, եթե դուք երկու ճաշի գտալ ձեթ եք անում, ես խաղողի ձեթ եմ անում, դուք կարող եք ձեր ուզած ձեթ անել, իսկ թվում է չէ 4-ը կարող, 3 կանեմ, վերցնում եք քացախի, կարմիր դինու քացախ, ոչ թե խնձորի, վալա, մի քիչ էլ անեմ ձեթ, որովհետև ամեն դեպքում քացախը մի քիչ էլ անեմ քացախի չասեցիք, արեչի դարել է դրարել է վիդեով, պղպեղ, աղը շատ քիչ, կեսուրս աղ էր անում պարտադիր և կհավատակ, որ ինքը շատ լավ համ է տալիս, սա այսպես, սա գնում է սառնարա, վերջին րոպեին սենց արագ ձևով, տեսեք ոնց եղավ, սա, և 1000-ը լցնում եք վրան, ինչքան որ ձեզ պետք է, քանի որ մենք այսօր ուտելու ենք խաչապուրի նման ինչ-որ մի ուտեստ, սա ինձ թվում է բավականին շատ գեղեցիկ կլինի հետը, սա այսպես, սա թողնեմ, որովհետև չէ, միգուցե լավի բան ոնց որ իմ հեռախոսը զանգում է երեխեք, սա դուրս չեկավ, սա գնում է աղբը։ Հիմա լոլիկ, կարող եք չանել լոլիկ, իհարկե, ուղղակի ես մի քիչ խառնեմ, մի հատ հերիք է ուզում եմ խառնել,
Ավոկադոն տեսնենք ոնց է, երեք ամուսինս շատ դժգոհ էր։ Մեջը լրիվ ընկած էր։ Ահա որ ինչքան որ լավ մասնահանեմ, փրկեմ։ Հիմարություններ, 10 գլխներին։ Քանի որ ստարած ավոկադոյի համար մարդ չի իմանում ոնց ընտրի, ոնց որ ջուր լինի մեջը։ Մնացած մասն արդեն փչացել է, նրա ոչինչ։ Հոգ չի թող սա լինի կորուստը։ Սա այսպես։ Այ մեր խաչապուրիները կգտրեմ եւ ձեզ կասեմ համը ոնց է իրոք արժե, թե չարժե։ Առաջին անգամ էի պատրաստում ժողովուրդ ջան, այս վարիանտով։ Դե ինչն էս բարյախորժակ։ Ժողովուրդ ջան, հիմա ես համ տեսեմ եւ ձեզ ասեմ։ Կարծիքը։ Կտրել եմ արդեն, տեսեք մեջ ինչքան լավն է, երկու խմորով էր, ճիշտ թե մեկ, ինձ թվում է երկու։ Այդի պանիր, սպանախ և սուլիկուլի։ Դե ինչ սիրելիներս բարյախորժակ մեզ, ձեզ, բոլորի։ Անտիր։ Դե ինչ սիրելիներս մեզ բարի ախորժակ։ Ժողովուրդը ես իմ ավտոտնակը մաքրեցի և տեսա, որ բավականին ящիկներ են ու սպասում էի, որ Սերգեյ Սերգեյևիչը կվարի, તો հիշեցի, որ մենք վարելու տեղ ունենք, Սաթիկ մայրիկն է այն սարքել, հենա փայտը ձեռքը կանգնած վար։ Եթե մենք ունենք, այդ եմ ասում ժողովրդին, սպասում է, որ Սերժը տաներ ներքևը վարեր, մեկի հիշեցինք ասում, որ Սաթիկ մայրիկն ունի վարման կետ։ Տեսնում եք։ Ինչ չեմ արել։ Ինչ չի ստեղծել։ Ամեն ինչ իրա փոքր ամանի մեջ կարողանում են վառել, ոչ մի հատ, ոչ աղ թափել, ոչ։ Մամա, ես մեռա։ Երեխեք էս խոտը ոնց է աճել։ Մամ, մի շաբաթ առաջ այդ խեղճ մարդը կտրեց։ Անձրևները գիտե, այդ բանը ծառերը պիտի կտրեմ բան, բայց չեմ ուզում, ես ուժ գործադրեմ ուսիս համար, էտա Սերժին կխնդրեմ ինքը կանի, չնայած գիտեք երևի թե վաղը, ման վաղը անձրև են հաղորդել։ Աս անձրևն հաղորդել, բայց չէ, անձրև։ Սրա նման չէ երևի։ Քեզ անա այդ գիրաս վերևի են ճյուղը կարգավոր է կտրել։ Հեսա Սերժը գա ուր։ Գիտես որտեղ են։ Դավիթի ավտոյի տակն են պահկվում։ Հլնայ ոտների տեղ արի նստի ստեղ։ Ցեխոտ, հա։ Ցեխը։ Դե ոչինչ, ինչ անես, կենթանի մարդիկ կան տունն են պահում։ Գալիս են ящикներիդ վրա, մամ։ Գալիս են ящик։ Էլուկը գոնը թռմեն եկել թռմեն։ Պետրուշկան, հա, Պետրուշկեն ա տեղ։ Սիրելիներս։ Հողը իրեքը փորել են։ Հեսա այսօր ձեռնոց հակնել։ Հա։ Այդ հողը միջի բանը մոլախոդերը հանեն։ Դե ինչ սիրելիներս, գիտեմ, որ շատերը չեք սիրում այս հատվածը, որ երբ որ արդեն վերջն է եւ երաժշտությամբ ձեզ հրաժեշտ եմ տալի, իհարկե այսօրվա վլոգը։ Ցանկանում եմ ձեզ իմ սիրելի հետևորդներ եւ հետևորդուհիներ, առողջություն։ Եվ գիտեք ինչ եմ ցանկանում, ամենակարևորը, որ բոլորս մինչև մեր կյանքի վերջ լինենք զգոն եւ առողջ։ Դա է իմ ցանկությունը այսօրվա։ Գիտեք ինչ, երազելը եւ ցանկանալը դա ամոթ բան չի, ոչ էլ փողով է։ Եկեք երազենք։ Համբուրում եմ ձեզ սիրելիներս, ձեզ շատ եմ սիրում, շնորհակալ եմ եւս մեկ անգամ ձեր գեղեցիկ բարերի համար, ձեր գեղեցիկ մաղթանքների համար։ Սիրում եմ ձեզ շատ, իմ անծանոթ եւ ծանոթ մարդիկ։ Համբուրում եմ եւ ինչպես միշտ ասում, պակա, պակա։